Բարի լույս ընկերներ ջան, հուսով եմ, որ լավ եք։ Ես գնում եմ այս պահին Լուբրի թուփ գնելու, չգիտեմ ստացել են թե չէ, բայց մի որոշ ժամանակ առաջ հարցրի, ասեցին ավելի ուշ ստանալու են, այս մեր մոտ, գիտեք, տեսել եք երևի թե կանաչ այգի ունեմ, որտեղ վաճառում են տարբեր տեսակի թփեր, բույսեր, ծաղիկներ, հիմա գնամ տեսնեմ ստացել են թե չէ, արդեն երևի մի 2-3 շաբաթ առաջ հարցրել են, ասեց ստանալու են, ասի տեսնենք։ Այնքան սիրուն է, բայց իրանց այս այգին ամեն ինչ ունեն, շատ սիրուն է, բայց ուր է աշխատողը, չեմ տեսնում, ինչու այսպես վառվել է արդեն։ Հելո։ Հարցնում եմ, ասում եմ ստացաք արդեն, ասում եմ չէ դեռ չունեն, այս ինչ սիրուն է, չգիտեմ անունները, տարբեր թփեր ունեն, այս ոնց որ փողի ծառն է, դրախտի թռչուն, տեսնեմ հələ ինչ ուրիշ բաներ են ստացել, նորություններ, որ կարող է հետաքրքրի։ Իդեպ լավ բիզնես են անում, շատ հաճախորդներ ունեն, այս տարածաշրջանում իրանց մոտ լավ կազմակերպված ամեն ինչ ունեն։ Այս մարդն էլ է հաճախորդ։ Չուներ, հարցնում եմ, իսկ բազիլի տերևներ ստացաք, ասում է չունենք, ասում եմ փոքր լոլիկներ ունեք, կարմիր, ասում է չունեմ, մենակ բույսեր, ծաղիկներ, տենց։ Եվ ժամանակ չկորցրենք, հիմա արագ մեքենայում կարճում գնանք Campfire, մեյքափ այն հարկավոր գնեմ, մեյքափը գնեմ, ուշ եմ դուրս եկել տանից, տան ոսերն է անում, ժամը արդեն 12 անցան, որ հասցնեմ Ալեքսին դիմավորեմ։ Ես արդեն հասատեղում եմ, բայց որոշեցի նախ գնամ մի հատ են խանութ կար, կհիշեք, մի երկու բան վերցրել է այնտեղից, լավ խանութ է, գնամ այնտեղ, հետո նոր վերադառնամ մոլ։ Շատ աշխուժ ժամանակահատված է, 12:30 րոպե, բոլորը ընդմիջման են դուրս եկել, ասած ակտիվ են։ Ավելի դժվար է, չէ, որ հոգնածոված ես պետք է գնար լանչի ու դրսում այսքան մարդ կա, բայց լավ է, որ խանութում շատ մարդ չկա, ես կկարողանամ արագ նայեմ, ինչ որ ուզում եմ։ Տեսնենք սա։
Ափսեներն են հետաքրքիր ստեղը դատը չեն սրանք բաժակն էլ լավ է ինչ արժի 499 ռուփի հատը երևի թե հատը լանա ջամբա կոմպլեկտը չի լինի 500 ռուփի սպաղպաղոկի համար էլի 599 600 ռուփի սա լատը չի լավն է չոպսն է լավ մեծ է 600 ռուփի արժի բաժակները լավն են այստեղ շատ սիրուն լիմոններ ունեն այս սպիտակներն են լավը սրանցից էլ ունեն ինչ արժի 399 այս փոքրերը լավն է այս սպիտակներից լավ տեսականներ ունեն ինչ է լավ ծանր ափսեներ են ինչ արժի 600 ռուփի սա ես սրանք եմ շատ սիրում ես մի տեսակ բուլթիկավորները ու տարբեր չափսերը ունեն 500 էս սուպիկների համար լավն են իսկապես ինչ անեմ փոխեմ իմ ափսեները արժի արդյոք 799 արժի սա բաս ես ինչքան օրինակ 699 700 ռուփի լավն են հետաքրքիր է բարձր էլ ունեն բարձր ինչ արժեն 999 ռուփի արժի Այս ինչ չափս է օրինակ 68-48-ի վրա լավն է տոպրակն եմ վերցրել գնումներիս համար շատ հավանեցի նաև այս ծաղկամանները գինը գրած չի այս էլ է լավը այս էլ է լավը Սա էլ է լավը, այս ինչքան օրինակ 1500 ռուփի Այս էլ է լավը, հանդեկոր կարա լինի, սիրուն, առանց ծաղիկել սիրուն կլինի Բայց ծաղիկներ մեջ սիրուն կլինի Ամառային է իսկական այն շոքին, որ լիմոնով պաղպաղակ ես ուզում Իտալական, հենց որ դրա համար նախատեսված մի քեզ տրամադրում է դրան Երա գինը գրած էր, սա 1000 ռուփի արժի, սա 1300 Լավն են Ճիշտն ասած այսը հավանեցի Ալեքսի համար 800 ռուփի արժի ընդամենը Բայց ծովափ ինչ-որ տեղ, չգիտեմ, ծովափ գնալու ենք, թե չէ ստեղ անիմաստ կլինի, տեղում կկեղտոտվի Բայց ծովափին շատ սիրուն կլինի Սիրուն շապիկովն է, այս սրանով էլ սիրուն կլինի Բայց չգիտեմ, պլաններում ծով ունենք գնալու, թե չէ Այս պահի դրությամբ է շապորներն են լավ է սա արդեն երիտասարդ աղջնակների համար է Լավ ստեղ մանկական բաժինն է, եկեք դուրս գանք, հատկապես աղջիկների բաժնում շատ բան չունեմ անելու Ժամանակ էլ շատ չունեմ Այս պիժաման հավանեցի, լավն է, շորտիկով ուրեմն վերխը 600 ռուփի արժի Շորտիկը արժի 500 ռուփի Սենց իրար հետ Ամառային սիրուն շորտիկով Բայց մեծ համարը չկա, XS Հիմա էլ է պետք, բայց հələ չունեմ Հայացի Մի քիչ, ոնց որ այդքան է լավ չի նստում Այսը եմ փորձում Կրեմները Գույներից երևի ես մեկը վատը չէ Բայց բանա Դուրս չի գալիս ոնց է տարածվել է էլի Հնդկական բրենդ է Իրանց տեղի այս խանութն է հաշտակում
Այստեղի դրանները այդքան էլ չհավանեցին, վրա ամեն դեպքում այդքան լավ չնստեց, սենց հավաքվում է, հիմա դեմքից վրա էլ կհավաքվի, գնանք մոլ։ Ոնց եմ սիրում ես այս ժամերը, երբ որ մոլում գրեթե մարդ չկա, մենակ դու ես լինում։ Այդ 12-ը նոր է բացվել, 11-ից է, եթե չեմ սխալվում 10-ից է բացվում, թե 11-ից է բացվում։ Ոնց ենք գնում ստեղից տեսնենք։ Լավ եկեք ես լայֆստայլում տեսնենք, ինչ կա, հետո բարձրանանք վերև։ Այդքան էլ չհավանեցի։ Այս իմ բոթասների սերի գույնն են ստացել, ես էլ լավ է, զամշատ տիպա մի քիչ, չգիտեմ ոնց կլինի մաքրելը, բայց դե ընդհանուր վատը չի, եկեք տեսնենք ինչ ունեն այստեղ ընկերներ, թիշրտներ, բայց այս իմ թիշրտից է վերցրել եմ մի անգամ եմ հագել, չգիտեմ ես մասը դուրս չի գալիս, այդքան ես վզի կտրվածքը այստեղ լվայզներն են 999, կարելի է գնալ մի հատ իրանց outlet-ը գիտեք, 1000 ռուպի են այստեղ, կարող զեղչ ունենան, չնայած չգիտեմ, շալվարը լավն է, only-ից է, գրպաններով, հետաքրքիր հագացանց կլինի, լավներ ընդհանուր, ալորում եմ շալվար հագնեմ, ինչ արժե, մեկ էլ իմ չապսում են, տեսնես 3 հատ է կախած, 3799, $40 մոտավորապես, ես ինչ չապ հա, 36, 40, 49, 38-ն եմ ես հագնեմ, կարող ամտնի ես կարող չի, 38-ներ ոնց որ, 40-ը մեզ կլինի, կարելի է, այս սա հավանեց, ճիշտն ասած, ջինսերի հետ սիրուն կլինի, սակայն զեղչ չկա վրան, առանց զեղչ կարծում եմ մի քիչ չարժի, ինչքան 1400 ռուպի արժի, իսկ զեղչով կեսկին է լինում միշտ, նույնիսկ 60-70% զեղչ է լինում, այնպես որ եթե զեղչ լինի կվերցնեմ։ Primer. Do with your finger, just a finger, please. It's the glossy one now. Little bit shimmer particles also. If you want more brighter, you can go this one. This one is lighter, like This is the same your skin tone. Գույները դուրս չի գալիս, բացի վրա են, ես նույնիսկ զագար եմ ընդունել գոայից հետո, ես իմ ունեցածը բաց է ինձ թվում, ես մուք եմ ուզում ու այն գույնը, որ ես եմ ուզում, իրանք ինձ անդադ առաջարկում եմ բաց գույնը, դե իրանք երևի սիրում եմ, որ մաշկը բաց է լինում, ես ուրիշ գույն եմ ասում, իրանք ուրիշ գույն են ինձ առաջարկում, նեղվում եմ դրանից, որոշեցի, որ կգամ այստեղ իմ կրեմով, ավելի ճիշտ կլինի ու կասեմ ինձ տվեք այս գույնը կամ սրանից նույնիսկ մի տոն մուքը, չեմ հիշում ինչ գույն էր, բայց այն ինչը, որ իրանք են առաջարկում, մի քիչ բան են, չեմ կարող համոզեմ, ասեմ, չէ, ինձ բաց մի տվեք, բաց գույն է տալիս անդա, ու չունեն է տեսականի նայում եմ, կամ շատ մուքը, կամ շատ բաց, այն ինչը, որ ես ունեմ, դրա նման չկա, ուսեմ տեսնենք ինչ կա։ Ես մինիսոյում եմ, մինիսոյա,
ֆեյսեր, բրենձի այս ֆեյս քրիմերից կամ մասկաներից կամ կրեմներից էսի սերումն է օգտվել եք երեխեք լավն են make-up tool cleaner սրանցից մեն պետք չի repellent cream այս դիմակա մեկը make-up fixator-ը ես երբևէ իրանց կրեմներից կամ ընդհանրապես պարֆյումներից չեմ օգտվել ճիշտն ասած բայց այս բրենձը հետաքրքիր է Դեմարժի վերցնեմ, թե օգտվել եք, եթե օգտվել եք, խնդրում եմ ինձ էլ ասեք, էլի, օրինակ այս մեկը դեմքը մաքրելու կրեմ է, Rimmels Waterproof Makeup, ջրակայուն մեյքափը հեռացնելու համար ինչ-որ բալմ է, cleaning balm, ինչ արժի, 300 ռուպի ընդամենը, այս կոլագեն, Under eye պատչեր են, աչքերի տակի պատչեր, under eye պատչ, այս բրենձ ինձ հետաքրքրեց, cream mask, facial toner, չգիտեմ վերցնեմ, թե չվերցնեմ, դեմքից միշտ սիրում եմ ինչ-որ փորձած բաներ օգտագործեմ, դրա համար չգիտեմ։ Այստեղ գալու հիմնական պատճառներից մեկն էլ մի քանի օր առաջ իմ հեռախոսին նամակ էր եկել, որ այս Max խանութում մի հատ լինենից շատ սիրուն շորեր, համ էլ դրա համար է եկել, աշխատողներին ցույց են տալի, այս իրանց էկրանին են, այ հեսա այս աղջիկը որ կա, եկեք ինձ ցույց տալու։ Այս ժիլետն է հավանել, այս վերխն է հավանել, մեկ էլ այս շորի համար է։ Չունեք ինչ եք ուղարկել իմ հեռախոսին, ես դրա համար եկի հասել եմ ստեղ։ Ափսոս, բայց լինենից կարմիր ծնկներից էր այդ շոր, ես խոսքով շատ հավանել եմ։ Բայց կարող ուրիշ մասնաճյուղում լինի, այս մասնաճյուղում չկա, ասենք հարկավոր է Հնդկաստանով մեկ շրջել, տեսնել որտեղ կամ ելի օնլայն միջև պատվիրել լինի։ Տեսնենք իրա այս միսխաղները ինչ կա չկա։ Այստեղ միշտ մտածում եմ գամ, բայց միշտ գալիս եմ գնումներ եմ անում, եկեք տեսնենք ինչ ունեն էլի Eatery այստեղ ու շատ անուշ հոտ է գալիս տեղի տեղ ասեմ Chicken burger Chicken roll Dragon chicken roll Roller'en Սիչա Վերջերս մենք այս մալե չիքնի սիրահարներն ենք, այս լազունին էլ է լավ է, բայց այսօր մենակ մալե եմ վերցնում ուրիշ դոց ոչ մի բան, երևի թե չեմ վերցնի Սիչա Spicy է, ինչև է Երթևեկությունը ահա որ այս 7 րոպե է տաքսին գալիս է չի գալիս հուսամ որ ես Ալեքսի մոտից չեմ ուշանա բայց չգիտեմ օրը ուրբաթ է դրանից է թե ինչ է բայց այսօր ոչ հարմար օր չի
Ինչ շնչակտուր է կհասատուն մենակ ես գիտեմ, բայց 10 րոպե առաջ եմ հասել, Ալեքսը կգա ժամանակին կհասնի ընկերներ ջան, ով որ մամայա գիտի թե այդ ինչքան պատասխանատվություն է, որ երեխեն հանկարծ ժամը բաց չթողես, այդ իմ ամենամեծ ստրեսն է կարելի ասել, բնականաբար, որ այնտեղ է այդ հավեկներից վերցրես Ալեքսեն օրը, հավի այդ KFC բուտիկներն է, 2 հատ վերցրել եմ, ես ինքս չեմ ուտում, բայց կարող է ջեսնել ուզենա, այդպես չգիտեմ, էլի, KFC բուտիկներն են, եկեք սենց բացեմ, առաջին անգամ եմ իրանց մոտից վերցնում, բայց տեսնենք, և իթե լավը կլինի, ինչև է, քանի որ ուշացել եմ, ճաշնել չեմ հասցրել պատրաստեմ, վերցրել եմ մանանեխի հատիկներ, այսպես ճաշերի մեջ օգտագործելու համար, այս կփորձենք cranberry orange, cranberry նարնջով բանան, ոնց էր կոչվում սրանց անունը, գրանոլա բարա չեմ փորձել ոչ մի անգամ, առաջին անգամ եմ փորձելու Ջեսի համար, մի հատ շոկոլադ եմ վերցրել, գծիվություն եմ արել, ես ակաս ինչ ես մի հատ վերցրել, գնաց է ասել էր, մի 4 հատ 5 հատ վերցներ, այս double mint ինձ համար եմ վերցրել, Ալեքսի համար քառակուսի տողերով մի հատ փոքր սենց տետր, էլի ռավ բուկ, էլի սևագրի տետր, այս հաց, որ հիմա արագ սրա համար կսարքեմ սոուս, մածունի մեջ կավելացնեմ թահինը, կավելացնեմ սխտոր մի փոքր ու կիտրոն ու դա կլինի սոուս, շատ համեղ է ստացվում, չնայած այսպես էլ հենց կարելի է երևի թե ուղղակի լավաշով փաթաթել, խորոված կլինի էլի եւ ալուր եմ վերցրել, ընկերներ, այստեղից շատ դժվար է գնել ալուր եւ մազերս ինչու են այսպես ամենուր, ալուր, կարմիր պղպեղ, աղացած եւ մեկ էլ քրքում Էլի բաներ կարող է լինեմ, որ ես տեղյակ չեմ, այդ երեքը, որ ես հետաքրքրված եմ, ամբողջ աշխարհին իրանք մատակարարում են կարմիր պղպեղ, չեմ կարծում, որ աշխարհին վատ պղպեղն մատակարարում, ըստ երևույթին ինձ թվում է արտահանում են լավը, ինչպես միշտ այստեղ տեղի շուկայում թողնում եմ, որ այդքան լավը երևի թե չեմ իմանում, ինչպես այստեղ տեղի ունենում, բայց այն ինչը որ ես եմ տեսնում կարմիր պղպեղի հետ տարբեր բաներ են խառնում, աղացած պղպեղի, քրքումի հետ եւս էլի շատ խառնուրդներ են անում, որ ոնց որ քրքումից քրքում չի մնում, էլի իրանց երկիրն է արտադրում, իրանք ունեն, բայց եթե աղացած ես վերցնում, հարկավոր է վերցնել ինքդ աղալ, մի խոսքով դրա համար, ու նաև ալուրը, հա, ալուր, եթե վերցնում եմ սովորական ալուր, չէ, օրինակ իրանց դե հեշտ է, եթե ոսպը, այդ ոլորը, այդ դրանք լավ ալուրներ են, հասկանալի է, պրոտեինով հարուստ ալուրներ են, հացի համար հա կարող ես բանալ, բայց եթե օրինակ ուզում եմ նենց բան պատրաստեմ, որ ինձ սովորական ալուր է, պետք առանց խառնուրդի, շատ դժվար է, մի օր վերցնում եմ շատ սպիտակ սենց, տեսակ ճռճռան ոնց որ լինի, բայց ես նորմալ ալուր եմ էլի վերցնում սովորական ալուր նկատի ունեմ առանց խառնուրդների, հարցնում եմ, որ խմորեղենի համար մի օր վերցնում զգում եմ, որ մեջ ինչ-որ բաներ են խառնում, մաքուր ցորենի ալուրը ինձ թվում է խառնում են տարբեր տեսակի բաների հետ, թե գիննա բարձրանում այդպես, թե այդ տարբեր բաները այդքան էլ շատ հաճախ չեն կարողանում վաճառեն, խանութներում դե գիտեք խոնավությունը շատ է, շուտ է այդ հատիկավորները էլի որդնում են, պետք է շատ ուշադիր նայես, ամեն խանութից չես կարող այդ հատիկավոր գնես, մի խոսքով այս ալուրը իմ համար դարձել էր գլխացավ, որտեղից վերցնում էի չէի հավանում, հիմա հուսամ այս մեկը լավն է, չեմ իմանում, այդ լու դրա համար որ գնացել է, ասեցի լավ, տեսնենք ոնց կլինի ընկերներ, սա այսպես ես վազեցի Ալեքսիս հետևից, ընկերներ, ոչ շուշան։ Նորելի, որ Ալեքսին ուղեկցում էի, սպասում ենք ավտոբուսը գար, ավտոբուսը եկավ, բարձրացավ ու նորից այն մարդուն հանդիպեցի։ Ուրեմն Ալեքսի հենց ավտոբուսից այստեղից 3 հատ երեխա կա, որ Ալեքսի հետ գնում է դպրոց։ Ու այս 3 երեխա, ու մի հատ էլ ուսուցչուհի։ Իրանք բոլորը ուշանում են, անհնար է ավտոբուսը գա,
Ու գիտեք, երբ որ ավտոբուսը կանգնած սպասում է, չէ, իրանք տնից նոր դուրս են գալիս, այնքան զրոյի տակ են քայլելով գնում, ասեն շատ դանդաղ քայլելով գնում են, ոնց որ ավտոբուսը այնտեղ, չգիտեմ, ասենք, որ падավատ է, չէ, ունենում, այն հին խոսք կա, падավատ։ Տենց падավատ ոնց որ սպասում է իրանք էլ հանգիստ զրոյով գնում են։ Տենց բնավորություն չեմ ուզում Ալեքսի մոտ լինի։ Hello ma'am. How are you? Good. Տենց այդ բնավորության գիտե չեմ ուզենա որ Ալեքսի մոտ լինի, միշտ պետք է գանք 2 րոպե շուտ արի, սպասի, ուզում եմ որ տենց ձևավորված գնա։ Դա կարգապահության մեջ է մտնում, ինչևէ, այս մարդուն էլի տեսա, տենց բերձես, ոնց եք բան, ասում եմ, ես այս 7 տարի ասում եմ, այստեղ 7-8 տարի ասում եմ, այստեղով դե վազելով գնում եմ։ Ասում եմ, այս երեխեքին ինչ հիշում եմ, այս երեխեքը այստեղ ասում եմ, միշտ սենց ասում եմ, քայլելով դանդաղ ասում եմ, զրոյետակ գնում են, դե զրոյետակ չասի, զրոյետակի իմ խոսքն է ոնց որ, ասում եմ, դանդաղ քայլում են, ասում եմ, մի հատ նշան չեն անում, որ ոնց որ մի քիչ տապեմ էլ, որ գոնե սենց ցույց տալու համար, որ յանիշ տապում եմ, չէ, իրանք դանդաղ խոսալով գալիս հասնում են իրանց ավտոբուսին, նույնն էլ իրանց ուսուցչուհին։ Երեխեքից մեկի մամանա կամ բարեկամա չեմ հիմա, մի խոսքով իրար կողք տներում են ապրում, տենց չեմ էլ հասկանում, ոնց որ դուրը նույնն է, այն կողմից են դուրս գալիս, ինչև է ընկերներ ջան։ Հա, ու հետո ասում եմ, բայց ասում եմ իմ երեխեքի դպրոցը տենց չի ասում եմ, եթե հանկարծ դուրս գա, ավտոբուսը գա անցնելուց լինի, ասում եմ, ու երեխեքը այնտեղ չի լինեն, ասում եմ, կքշի կգնա, չի մնա, ու հետո տենց խոսում էր, ասում եմ, մեր դպրոցում ամեն ինչ շատ խիստ է, ասում եմ, երեխայի եղունգները պետք է կարճ կտրած լինեն, մազերը կարճ, ասում եմ, այս բակերի հատվածը հանկարծ չի երկարի, ասում եմ, միշտ զգաս կանգնած պետք է լինեն, ու տեղ ասում եմ, քիչ միտք եկավ մոտս, ասում եմ, բանը լավ է, այդ դիսցիպլինան, որ չուշանան բան էլ, էդի լավ բան է, որ երեխայի մեջ փոքրուց մեծացնես, ասում, բայց ես չի ուզենա օրինակ երեխես գնար մի դպրոց, որտեղ այդ կարգ է, ասում եմ, Ալեքսենց մոտ էլ, օրինակ, ես հիշում եք, կհիշեք, ասեցի, մի օր եկավ Ալեքսը, ասում է, պրինցիպալ մի սենյակով, ասում է, մենք չենք կարա, մոտով չենք կարա, պիտի շատ կամաց քայլենք, շատ կամաց գնանք, բան, իսկ Բելգիայում ինքը իրանց բանը, այդ տնօրենուհին միշտ գալիս է այնքան հաճելի կին է, ինքը արմատներով իտալուհի է, շատ հաճելի կին է իրանց Բելգիայի դպրոցի տնօրենուհին, միշտ գալիս է ու հաղոր բաները, հանդեսները հենց ինքն է բանանում, վարում, ասենք դե դասատուները օգնում են այդ համերգի ժամանակ երեխեքով են էլի զբաղված, իսկ ինքը միշտ բանն է, հիմա այս տարիքի երեխեքը հանդես կգան, այն տարիքի երեխեքը հանդես կգան, շատ ասող խոսող բան է, հումորով էլ անձնավորություն է, էլի, ու ինքը գաղափար չի ունեցել, թե այդ մադամը իր տնօրենն է, այսինքն այդ կինը այնքան հաճելի է, այնքան որ գալիս է գրում է, ինչ որ իրանց համար մի հատ կին է եկել է ու հաճախակի գալիս է, ոնց որ ուսուցիչ չի, բայց ոնց որ գալիս գնում է, նայում է, հարցնում է, երեխեքին ճանաչում է դե բոլորին բան, իրանք գիտեն, բայց որպես այտենց տնօրեն ինքը չէր իմանում, ստեղ ինքը նոր ոնց որ բան է, որ էսի ոնց որ վախի նման բան կա էլի մոտնես, զգայուն ինչ որ բան կա, այդ պահի ինձ օրինակ դուր չի գալիս, այդ մի քիչ են շատ խիստ դպրոցներից Հնդկաստանում դպրոցները ես լսել եմ, որ շատ տարբեր բաներ եմ լսել, չեմ ուզենա խորանամ այդ ամեն ինչի մասին, շատ տարբեր ու դրա համար որ բան եմ համ այդ ուսուցիչներին, ասում եմ իրա ուսուցիչները երկուսն էլ երիտասարդ աղջիկներ են ու բանը միշտ հարցնում եմ էլ ինչպես են խոսում, ոնց են խոսում, ամեն ինչ որպեսզի նորմալ լինի։ Ինչև է ընկերներ ջան, հա, այդպես որ ասեց շատ խիստ են, մտածում եմ, բայց ամեն դեպքում այդ հոմկոնց գաղութ չեմ ուղարկում, երեխաս ուղարկում եմ դպրոցը պետքա հաճելի տեղ լինի էլի։ Օրինակ բաներ կան դպրոցում, այնտեղ Բելգիա, այստեղ եղանակը շատ լավն է, միշտ արևաբան, չնայած այստեղ էլ կարող է այդ սողունների համար է, որ շատ չգիտեմ դրսում չեն խաղում են, բայց
խաղերը այդքան շատ ներառված չեն երեխաների մեջ, ամեն դեպքում մեր դպրոցում ոնց որ թե միշտ հարցնում եմ, այնքան ուրախ է լինում այն օրը, որ գալիս է իրանց ասենք կես ժամով հանել են այդ բակում խաղալ։ Ինքը դպրոցը մանգոների բան է, մանգոների այգի է եղել նախկինում ու մանգոյի այդ պահպանվել է, էլի մանգոյի ծառերը, բան սեզոնին այնքան մանգոներ ունեն, բայց երբևէ չեմ լսել օրինակ որ մանգոն հյուրասիրեն երեխեքին ծառից քաղեն, չգիտեմ դե ինչ են անում, օրինակ Բելգիայում բան են, չէ, ելակները աճեցնում են, հետո երեխաները իրենք գնում են, պոկում են, այդ օրը կարող է ասենք քիչ բերք տված լինի, բոլորը չկարողանան ուտեն, ինչ որ կարող է փանքեյք պատրաստեն, կտրատեն իրանց այդ քիչ հավաքած ելակը, բան անեն, փանքեյքի վրա դնեն, որ բոլորը ունենան, այսինքն այդ ամենը երեխաների համար է, էլի ծառայում, մի քիչ տարբեր մտածելակերպ է իհարկե, ու համել այնտեղ որ անձրևներ են, Բելգիայում չէ, բայց որ օրը որ անձրև չկա, ժամը 11-ից մինչև 12-ը այդ դպրոցի, որ Բելգիայի ցանկացած դպրոցի կողքով անցի, նենց աժոտաժ տիրում երեխեքը վազում են, խաղում են, գոռում են, ճչում են, բայց դպրոցը պիտի գոռանել, ճչանել, ձայներն էլ կան, մի խոսքով տարբեր է էլի մտածելակերպը, դե մարդիկ էլ կան, որ հա այդպես օրինակ իր համար լավ էր, որ այդպես շատ բան է էլի, որ շատ խիստ է դիսցիպլինայով, ինձ թվում է մի քիչ այդքան շատ խիստն էլ պետք չի, մազերը երեխա է, հիմա կարող է ես եմ ծնողն եմ, ուզում եմ իմ երեխու մազերը երկար լինի, իրավունք չունես հիմնական դպրոցներում, չես կարող, պետք է անպայման կարճ լինի, ինչքան գիտեմ Ալեքսենց դպրոցում էլ չի կարելի երկար բան, այտենց երկար տղաները երկար մազերով, պետք է կարճ մազերով լինեն, դե այսպես թե այնպես եղունգները բոլոր, ինձ թվում է աշխարհի բոլոր երկրներում էլ երեխայի եղունգները չես թողում որ բան անեն, միշտ այդ հիգիենան նամանավանդ Բելգիայում ուրիշ ձև է, միշտ երեխաները ստուգվում են, բայց դե ես վախենում եմ որ ուշանամ, բայց հեսա եկավ հանունն է, ուր է ավտոբուսը, թեքվում է գնամ, թե իրանցը չէ, իրանց ավտոբուսը չի, իսկ ես մտած հենա հետևից է գալիս եմ իս ավտոբուսը լավ, իրար հետևից գալիս են, չի բացվում բալես, դազին էլ այսօր շուտ կգացում, He's trying to hook him. He's got a hook on him. He's trying to hook him and pull him out. Yes, I got him. Այս security guard-ը այդ շանձակուկին իջացնում է ներքև, չգիտեմ ինչի կապակցությամբ, ընդած ոնց որ պատժի իջացնում է ներքև, Ալեքսին փորձում է հանի, այնպես փայտ է իջացնում է ներքև, ասում է ու խոսում է հետ, ասում ատամներով բռնի, ես քեզ բարձրացնեմ ասում Այդ շունիկն էլ հենց տեսնում է մամային ամբողջ օրը այդ մամայից կաթիկ է ուզում ինձ թվում է կարող է կաթի համար He's okay. He's okay now. He's okay. My boy. My baby. You're gonna hurt him. Don't do that. Why don't you? Չգիտեմ որտեղի արտադրանքն է այս գրանոլան, հեսա կնայեմ, կարող է Հնդկաստանել լինի, բայց փորձեցի մի փոքր կտոր, շատ էլ լավն էր, համը շատ լավն էր, մի քիչ չորոտ է, բայց լավն է։ Տեսնենք որտեղինն է։ Հնդկաստանի արտադրությանն է։ Ու շատ համանեցի, երկու հատ կար, մեկը արդեն կերա։ Ոս մեկնել։ Համ նարնջի համն է լավ զգացվում, համ քրամբրի, ու այդ քրանչին էլ շատ հաճելի է այդ չորությունը։